Իմ սրտի վերքին էլ դարման չկա, իմ հոգու ցավին սփոփանք չկա, էլ չեմ դիմանում կռվի եմ ելնում, իմ մասիս սարը ախ, լացել իմ, ծարավ է մասիսը, ջուր տվող չկա, սոված է մասիսը, հաց տվող չկա, բանտում շղթայված ազատող չկա, կանչում է մասիսը, բայց լսող չկա, կռվի եմ ելնում, էլ չեմ համբերում, թուրք սողուներին ջնջել եմ ուզում, կռվի եմ ելնում, էլ չեմ դիմանում, իմ մասի սարը ինձ է սպասում։ Եվ ինչպես Չարենցն է ասում, իմ կարոտած սրտի համար ուրիշ ոչ մի հեքիաթ չկա։ Նարեկացու քուչակի պես լուսապսակ ճակատ չկա, աշխարանցիր, Արարատի նման ջերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա, Ես իմ մասիս սարն եմ սիրում։ Հենց այս գյուղով մեկնարկվեց մեր հաղորդաշարը։ Ոգևորվեցինք ձեր արձագանքներից, ստեղծեցինք մեր լսարանը, շրջեցինք մի շարք գյուղերով ու կրկին վերադարձանք Խոտանան, էլ ավելի գունեղ ու վառ ներկայացնելու գյուղի պատմությունը, քանի որ առաջի հաղորդումը խորհրդանշական էր։ Վերի Խոտանան գյուղի անվանումը կապված է Վանի թագավորության Խուտուինի Աստծո անվան հետ։ Հնարավոր է, որ Աստվածը եղել է պատերազմի ու հաղթանակի։ Նման կարծիք է հայտնել արևելագետ Սերգեյ Ումարյանը։ Վերջինիս կարծիքով Խոտանանը եղել է դիցավայր։ Ըստ Արտաշես Պետրոսյանի, Խոտանան բառը երկու արմատից է բաղկացած՝ արաբերեն խուդա եւ նան բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են Աստված եւ հաց։ Թիվ 8 միջնակարգ դպրոցի եւ Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցի ուսուցիչները փորձում են բացել չուգունե այս տարան, որպեսզի խորոված կարտոշկան մատներով There's a place that's nestled in my heart, where the memories start. There is sunrise, I hear the river song, as it once its way through the valley so strong. Oh gee, your water sprinkler to the land, symbol of strength, like a guiding hand. My rivers so pure and so free, flowing through the mountains, connecting you and me. Will sleep my mountains steady, broad and true. I'll always be grateful for the beauty I found in you. Լավնա Սլավիկ պապին, լավնա։ Էգան, Սլավիկ պապին։ Հիշում եք մեր։ Այո։ Ովքեր տեսել են մեր առաջին տեսանյութը Թաուն Կապանի, դա եղել է հենց Խոտանան գյուղից եւ իմ առաջին հարցազրույցը եղել է պարոն Սլավիկի հետ, շատ խորհրդանշական մարդ եք մեր Թաուն Կապանի համար եւ այս անգամ որոշել ենք այլ ձևով ներկայացնել գյուղը եւ ուզում ենք որպեսզի դուք խոսեք գյուղի պատմությունից, ինչ փոփոխություններ են եղել այս տարիների ընթացքում, ինչպես եք այստեղ ապրում։ Ես ճիշտն ասած արդեն 5 տարի է գնացել եմ կենսաթոշակի ու մինչև այդ գալիս էի գնում էի ու ծավոտ էի շատ վարք ու վարքի, բայց այսօր արդեն ես ուստեղ բնակվում եմ ինձ համար նախ հաճելի է գյուղի մաքուր օդը, մաքուր Բարեք ձեզ, լավ եք։ ոչ դու լավ Լավ եք։ Ընդհանրապես գյուղի ես մաքուր օդը մեկ էլ այս հանդարտությունը մարդու
տալիս էլի իրեք հոգեկան հանգստություն է տալիս ու դրանից ոգևորված սկսում ես ավելի ինչ որ զբաղում ես ասենք ավելի ոգևորված անել ավելի լավ անել Ձեր կյանքը պատկերացնում եք առանց գյուղսարդի չէ չեք պատկերացնում չէ միանշանակ ես օրինակ ասենք ժամանակին շատ տեղեր եմ եղել Даже նախին խորհրդային պետություն մեծ քաղաքները Մոսկվա, Լենինգրադ սովորել ավարտել եմ, բայց եկել Քաջանի ժամանակին կոմիտետ աշխատել, բայց վերջում ես երադասել եմ, դրան իմ ծնողների ծննդավայրը մեր գյուղը։ շենացնել այստեղ։ Հա։ Այն ժամանակ ասում եք, որ լավ մեղր եք ստանում, այ կարող եք ասել հիմա ինչպիսին է մեղրը, կա, չկա։ Չէ, էստար կար։ Սպասված լավ էր։ Ինչի որ սպասում ենք, նույնիսկ լավ էր։ Վաճառում եք այդ մեղրը, պարոն Սլավիկ։ Լինում է որ վաճառում, բայց չէ։ Բայց դա ասենք մենք լալու ասենք ուրեմն սրանքում Եվրոպայից որ եկել են։ Մարդիկ լոլի մեկ ունեն։ Հիմա դե հյուրասիրեցի կարավոտը։ Մեղր էր կարապի, բանրեցի։ Մեկը Ռումինիայից էր, մյուսը Գերմանիայից։ Ասեցին էլի կոմ, ասում հարստին կարխան։ Հեմես կտալ կարխան։ Արդեն նորից ասիր, մոտաշվի։ Հանում եմ փողիլ, այման ասում դուք հույր եք։ Հույր եմ չէ։ Չէ, ասում թակման չի հետեր էլի։ Թակման չխափանց տղա, մի ագորատն տղա։ Ասում բանա, եթե չես վերցնում փողն եք չուտի։ Հետո ես տղանից ասում իրանց որ կարգ տենց։ Ձեր աշխատանքը գնահատում Հա, դե ինչ անեմ, ասում ինչ տակասի ինչ տայեք։ Այ ինչը կփոխեի գյուղում, պարոն Սլավիկ։ Գյուղում մի քիչ հարկավոր է մարդիկ ավելի համախմբված ու կազմակերպացնեն։ Հետո մեկը մյուսին սատար կհանի։ Ես դա շատ եմ հարգում սիրում, ասենք շատ ապատան, ես երեք էր միսոնը ջայնացի։ Խի։ Արա խոսք են տալիս կան փայտ կտրելն օգնեն, մեկը այսօր ժամանակ չկա, մյուսը թե նայզուր շնաճանի։ Հա, ոչն, իրանք ամեն ձևի ինչ որ բանով բան են անում, էլի։ Ասում են այսօր եք հույց, այսօր անձի, վաղը սենց անենց, հա։ Մորանում են հետո։ Ութերորդ դարում, երբ արաբները զավթում են հայոց երկիրը, մի արաբ ոստիկան գալով այժմյան Խոտանանի տարածքը հայտնաբերում է հացի հսկայական ամբար, լցված ցորենի, գարու հսկայական պաշարներով։ Ոստիկանը զարմանքից բացականչում է. Խուդանան, այսինքն Աստծո հաց։
գտնում ենք Խոտանան գյուղի գերեզմանատանը, այն վայրում են, որտեղ գյուղացիները միշտ ասում են, որ կա մատուռ, մոտավոր 7-րդ դարի կառույց է, շատ վատ վիճակում է, քանդված, բայց կարևորը պատերը դեռ մնում է։ Շատ հին գերեզման է, քանի որ մեծամասնությունը ծնվել են 1800-ական թվականներից։ Բանա մոգոնում ժողովուրդ, ավելա մոգոնում չկա։ Էս ծառը իմն է, էս ծառը իմն է, այդ ով է եկել տիրացել թաքուն, աղ դու կուկու հիմար կուկու, քանի փոքրիկ ձակ ունես դու, երեքա ձակ սուց կտամ քեզ։ Սիրելի հետևորդներ, Ռիմա տատիկի հետ ենք հանդիպել 90-ամյա մեր տատիկի։ Ռիմա տատի, մի քիչ պատմի, եզղափանցին, զիվիցի։ Ռիմա տատի, ծուստեղս ծնված։ Բաշտը հարսս եկատ։ Կուտկու։ Հարսս եկատ։ Սիրահարվալս եկա։ Սիրահարվալ չկվեց հեբեբին տղա։ Հա, քանի խոխ այս ունեցա։ 4 մորածուն 4 նավոնի։ 4 նավոնից, երջանիկս, բայց ապրած։ Հա։ Սիրաս, ես գյուղը։ Հը? Ես գյուղը սիրում ես։ Սիրում, ինչա գյուղալ ես ասեշմս իրան երբանա, խեչմ սիրում։ Սիրում ես։ Բաղս լա մշակում։ Բաղնա մշակում, 18 տարի հետ ստեն սարն կեցալ ովա, ապրանք եմ կերա կեցալ, թութունում կեցալ, դպորտունում աշխատա, ամնետը, մոշում ծախալ, հյունում ծախալ, Ապրած։ թութունը կշերը շարունատ սիրակը და ազատնի։ Կարիս առանց ես գյուղի ապրիս։ Առանց խոտանան կարիս ապրիս։ Չէ։ Սիրում ես։ Հա։ Ամենաշատը ես գյուղում ինչն ես սիրում։ Բունջունում, իմ խոխենքս, իմ խոխենքս։ Ասում է, ինոս դայ բենզինոնիս, ստի մրցնում է հակյուն թե բալա նոլի տակում չիդու։ Հետևորդներ ջան, գտնվում ենք Խոտանան գյուղի հին խանութի բակում։ Տեսեք որքան գեղեցիկ շինություն է։ Քանում աղջիկներին սենց էին հարց տանում, էս չի վրա, ավանակի վրա, ավանակ, ուտյոն, արի։ Գնաց։ Всё, սաղդած կեսամ։ Աջող տարան քեզանա։ Խոտանան գյուղում համարյա ամեն ինչը կապույտ է, ավտոմեքենաները կապույտ են, այն դուռը կապույտ է, այս կապույտ է, երևի երկնքի գույնն են իրանք ընտրել։ Հիմա մենք գնում ենք Այսօր երկինքը ուղարկի կապույտ։ Գյուղի բուժ քրոջը։ Համեցեք։ Շատ սիրուն է այս փայտերով։ Բարև ձեզ։ Այո։ Ես Գաբրիելն եմ, շատ հաճելի է, Աննա։ Սա հետ նովայի մեջի Աննա։ Համեցիր մանես տես շատ լավ։ Մտնոլորտ է, ես։ Հա, ես կիսոտ լեմ գոլ։ Դե հոր կուսել ասվել։ Հա, գիտեմ, դե անորին բայկամություն կան։ Ստրտուն։ Սվերը։ Գյուղի շտապ օգնություն Տիկին Աննայի տանն ենք։ Շատ ուրախ ենք, որ ձեզ ճանաչեցինք։ Ես եմ շատ ուրախ։ Ուզում եմ տեսնեմ, հիշում եք ինչ-որ արտարոց դեպք, որ գիշերվա կեսին լինի, բան, զանգեն ու գնաք։ Անպայման։ Ոչ չէ։ Ինչ հիշողություններ կան։ Գիշեր ժամ 2:30 զանգում են ասմատիկ հիվանդա։ Որ շատ վատ է վիճակը, եկեք մի հատ օգնություն ցույց տվեք։ Իշնում եմ, բայց լիքը շներ են։ Ու մեքենա է մոտս կանում, բարձում եմ, որ մեր նախկին բժիշկ Ղարամանյան Սոսն ասում է, աղջիկ ջան, ժամին ուր ես գնում։ Ասում եմ, գնում եմ հիվանդի մոտ, ասում եմ, բա հիվանդի տերը գոնե, ասում դե ոչինչ, ես կամաց իշնում եմ, իջու հիվանդի տերը կգա։ Ու գնում եմ,
Գնում եմ հասնում է առաջին հնցուն ցույց տալիս, մի պահ ուզում եմ զանգեմ նորից մեր տեղամասի բժշկին, բայց տեսնում եմ հիվանդի վիճակը արդեն կայունացել է, ուրախ ես ինքս ուրախանում եմ, հետո մինչև առավոտ ժամը 6:20 նստում եմ Իրաստանը, որ ասում եմ թե ինքը քնի հանկարծ նորից չվատանա։ Ամուսինը վերագիրում ասում եմ, գիշեր մեր տանն ես քնել, ասում հա ձեր տանն եմ ես քնել։ Սուրճ ենք խմում, հետ եմ գալիս, ամուսին զարմացած ասում է, դու տանը չի։ Սովորել եք Սեի դպրոցը։ Հա, Վերի Խոտանանի դպրոցը ավարտել եմ։ Մինչև 10 տարի ստե սովորել։ Սովորել եմ, հետո գնացել Ղափանի բժշկական ուսումնարան եմ ավարտելուց անմիջապես հետո ընդունվել եմ աշխատանքի ներքին Խոտանան գյուղում։ Այն ժամանակվա մարդիկ, չգիտեմ, այն ժամանակ համը հոտը ուրիշ է, էլի, բոլորն լավ են, ճիշտ է հիմա երիտասարդներ են մնացել գյուղում, տենց մարդ չկա, բայց այն ժամանակվա երիտասարդությունը ավելի համախմբված է։ Հենց այս գյուղում եք ծնվել։ Էստե մեծացել, էստե դպրոց գնացել։ Ամենը չեսներ կատարված։ Ինչն է կարոտում նախկին գյուղի ու հիմիկվա գյուղի։ Այլ հարաբերություններ կար այն ժամանակ, հարգանք կար։ Սիրելի հետևորդներ, իդեպ ասենք, որ այս կովերը իրենց հորթուկների հետ վաճառվում են։ 2 կով, 2 հատ հորթուկ։ Գինը 1,400,000, ոչ իջնում են, ոչ բարձրանում։ Կթու կովեր։ Կթու կովեր, մեկը մեկից սիրուն, թախծոտ աչքերով, ուտում են ավանդական խոտ։ Գաբրիելի ձերքն է կպել է իրանց, խեր են խեր։ Խոզը, վիծինը, Նիկոլինը։ Քանի հետ կյամ, դուրը թակիմ։ Վայ, վխեցավն է։ Բարե, ոնց ես։ Բարե, ոչինչ։ Չկա, հələ պայտս նամ քանի հոգ ռուպենս կիրած։ Քանի հոգ, չէ, քանի գյուղ ասի։ Քանի գյուղ։ Այսօր քանի ստոլբա ես կցեցել։ Պետք է բրտան չէ, ստոբը, պես ես գյուղում, չէ։ Ալպեցան չէ։ Հետո նորաշենիկ, ներքես տանա, թվերի գյուղում։ Առաջ Բայց ջահելացած, որ եկամ ջահելից լա այդքան։ Այս քանի ամիսն է ընթացքում։ Էմա ինձանա հարցում են, ասում են, սարի քանի տարեկան է, սա դե ասում 64, բայց պերից հետո 44։ Որ ասալս ինչի են խոտանանցիներ ասում գիժը։ Դե հիմա գիժերը իբրև քիչ են, էշ են էլ եկալ է խառնած, այս ռեմեննա կապումս, որ Վերընկած կաս, հա, քանի հետ։ մեհետ։ Մեր հետ, ինչ հատերը։ Եկալ եմ, ասենք ես չմ եմ մեղավորել, մեր շահագործում եմ բրիգադը եկալ է սխեմա փոխալ, ինձ մի պերան ասած, ես ակեցամ ռուբինիկը արխայինստի անջատա, գյուդում լա, որ այդ ռուբինիկն է եկալ, ես ստոլբան պրծրացա, ստոլբան ծկստերան, նոր էրան պենան պրնա ֆազա, ես արդեն զգում լավ, ես մռում արդեն, Տոկատ։ թե հունց եմ ճղացա, հունց ստոլբան վեր մնգա, վեր մնգա մր տեղամասի պետը, հելն է ինձ հետ, ստոլբանը վեր մնգա մե ոս եկալա մի կնեք ջուրա պերա, ես եմ տեսա տեղամասի պետը, գույնը սեստի սպիտալ, ասում ես ես վեչը տոյրան, Ջուրը, հա։ բայց լավ եմ է պրտան, լավ մահից եմ պրտան, Ինչպես Ղևոն Դալիշյանն է գրում Սիսականում, 1724 թվականին Խոտանան գյուղից վերև Հցոտ կոչվող հանդամասում իրար են բախվում Դավիթ բեկի զորավար Մխիթար Սպարապետի և Բարգուշատի Պարսից խանի զորքերը։ Այս գեղեցիկ վայրում մենք իհարկե բոլորիդ ասում ենք համեցեք վերին Խոտանան։ Ու եթե մեր չարչարմունքը արդյունքներ չտա, Գաբրիել, այսինքն մեր այս տեսանյութը շատ չկիսվեն, չհավանեն կամ հավանեն, այդ դեպքում մենք խիստ կնեղանանք, որովհետև այնքան ենք չարչարվել, գյուղի առաջին տիկին արի էստեղ, գյուղի առաջին տիկինը վկա, այնքան ենք իրականում չարչարվել, պլյուս այս եղանակին նայեք, մշուշ, թուղ, Եվ հիմա մենք կանգնած ենք Ղաբի վրա։ Ղաբը ինչ-որ վանք է, հա, մատուր, հողի տակ, ստեից կարող եմ ցույց տալ, նայեք, իրա
Ուղղակի անանցանելի է, ես չեմ կարող իջնել, որպեսզի ցույց տամ ձեզ։ Ցեխերով էլ մենք շարունակում ենք մեր նկարահանումը։ Տղամարդկանց հետ հավասար կռվի էին դուրս եկել նաև կանայք։ Նրանք օգնում էին զինվորներին, իրենց հայրերին եւ եղբայրներին, վիրավորներին դուրս բերում կռվի դաշտից։ Տեսնելով կանանց կռվի դաշտում, խանը սարսափած գոչում է. «Սրանք դալի են», այսինքն շաշ կամ գիշ։ Անտառագիր գազգյուղում, ուր մշուշ ներփարվել լեռնագոգերին, տիրում էր հեքիաթային բովանդակ մի լռություն, որի մեջ աղմկում էր անցյալի վառ ու լուսավոր հուշերը։ Արահետները խրթին էին, քայլված ու մաշված։ Մարդիկ պարզ էին խոհեմ ու իմաստուն, ու համադրումը գյուղի ու իր բնակիչների ներդաշնակ էր, ջերմ ու անկեղծ։ Բարև ձեզ։ Բարև։ Հենց ամերոքյամնի պրանո կողքեր։ Դուք ստացված եք ստե դպրոցի քեցած։ Այո, հիմնական գյուղացին ես։ Հա, Ծնված եմ, մծացած եւ այն ճանապարհն ամայնա քնել եմ։ իսկ ես տունը, որթվի տունը։ Սա 50-ական։ Ձեր պապական տունն է, թե դու Պապական տունն է, բայց ես վերանորոգալ եմ, էլի։ Դերի քանդալ եմ, դրա սարքալ։ Բա գյուղում ինչով եք զբաղվում Ես անտառապահ էի 34 տարի է։ Ասենք եթե հնարավորություն լիներ, նախկին գյուղից ինչը կբերեիք մեր շրջան։ Ինչ շրջան բերես նախկին։ Որը հիմա, չէ, նախկին են քաղցություն կար, կամ հիշողություններից, ինչը կուզենայիք, որ հիմա էլ լինի։ Հիշողություն միշտ բան չի մնացել, էլի։ Առաջ գյուղում կար մի 4 հոտ բան էլի բելուկ ոչխար, մի 4 բելուկ կովեր, մովեր, չելի գյուղու երիտասարդ ջահել բան չէ։ Հիմա ընդհանրապես կարող է խոշորը մնացածի մի 15-20 գլուխ։ Մնացածների վերացրալ։ Հիմա թեզ այգի եմ դրա մի 4000 քառակուսի մետր ցանկապատը մրա։ Հիմա այդ այգին ջրալ եմ 200 ծառ դրացեմ, հիմա 250-ներ պիտի պիրի աշնանս է միջը մի 20 օր պիտի էցա տնկիները կան։ Տնկիները տնկի վերջել է։ Այգի գործությամբ զբաղվի, ինչով զբաղվի։ Սիրելի հետևորդներ, Խոտանանում կա մի փոքրիկ բիզնես, որտեղ հաց են թխում, եւ ահա տիկին Անահիտը, ով այսպես գեղեցիկ կոլորիտային հագուստով մեզ դիմավորել է եւ այս բանին թխում է սերի հաց, չէ՞։ Գնանք տեսնենք ինչպես է ընթանում այս գործընթացը։ Մեկ էլ մի հատ հարցել ունենք, քանի որ աղմկոտ է տարածքը, ինչպես ծագեց այս մտահղացումը տիկին Անահիտ։ Ուրեմն ես երկար տարիներ քաղաքում փուրում էի աշխատում։ Երևի 30 տարուց ավել է, էլի։ Կիսուրս որ մահացել են, պիտի գայինք տեղափոխեին գյուղ, էլի, գյուղը որ անտեր տունը անտեր չմնար։ Առանց աշխատանք չէր դառնա, էլի, պիտի մի ձևի աշխատես, որ ապրես։ Էլ որոշեցինք իմ սիրելի աշխատանքը սա։ Ավելի ճիշտ կլինի հաց թխենք։ Քանի գյուղ եք բաժանում։ Դե մոտակա գյուղերն են, էլի։ Լավ է գործը, գոհեք։ Ոչինչ։ Սիրով եք, չէ՞ անում։ Ես ուղղակի սիրում եմ գործը։ Սիրում եք, այո։ Ուրեմն այս հացի մեջ լիքը սեր կա, ժողովուրդ ջան։ Այո։ Բոլոր աշխատանքների մեջ եթե սեր չլինի, գործը լավ չի դառնում։ Գնացինք։ Սեր լինի։ Գնացինք։ Շոկտոր բաղնիքի օրե, կապ-կապ ու թանձերը քիսե, տակ-տակ ճուրունի դեմը, մամիս քիսեն գքսե, վայ բաբո, ես բաղնիքը։ Գաբրիել, ինչպես ասում են, ով աշխատի,
Ինչ։ Ես գուտեմ։ Նայեք գուտի։ Հələ մի նայեք։ Վայ չուտովին։ Վայ։ Հələ կետս ուրիշ կան ունի կացում։ Իդեպ շաքարով հիվանդների համար դիետիկ հաց է։ Շատ համով է, չի չհացնում։ Հին գյուղից ինչը կբերեիք, նոր գյուղից ինչը կտանեիք հին գյուղ, ինչ տպավորություններ են այսպես վառ տպավորվել ձեր մեջ։ Հին գյուղը մեզ հիշեցնում է հիմնականում մարդկային ջերմ հարաբերություններով։ Իհարկե նոր գյուղը մեծապես ներկայումս տարբերվում է հին գյուղից, որովհետև արդեն շուրջ 2 տարի է գյուղի բնակչությունը համալրվել է նաև մեր արցախցի եղբայրներով ու քույրերով։ Որոշակի տարբերություն կա եւ մենտալիտետի եւ աշխարհայացքի մեջ։ Իհարկե հին գյուղը շատ ավելի հարազատ է, որովհետև այնտեղ մենք մեր մանկությունն ենք թողել։ Եվ իհարկե ցանկացած դեպքում հին գյուղը շատ ավելի ջերմ զգացմունքներ առաջացնում։ Ներկայումս նույնպես ես պետք է շեշտեմ, որ գյուղում ի տարբերություն քաղաքային բնակչության գյուղում մարդկային հարաբերությունները, ջերմ հարաբերությունները, բարեկամությունը, ընկերասիրությունը որոշակիորեն պահպանվում է։ Իհարկե նաև ժամանակի վատ ազդեցություններ ենք մենք տեսնում։ Հին գյուղից դա անկեղծություն է ես կբերեի։ Հասարակ մարդկային վերաբերմունքը, նյութապաշտությունը, որ ներկայումս արդեն սողոսկել է մարդկանց սրտերը, իսկ հին գյուղում դա չկար։ Այն ինչ որ ես տեսա իմ մանկության ժամանակաշրջանում հիմա շատ ավելի դժվար է հանդիպել։ Դրական այն բոլոր երևույթները, որոնք որ մենք ունեցել ենք։ Ինչպիսի նշանավոր մարդիկ են այստեղից դուրս եկել։ Դե այստեղից նշանավոր մարդիկ շատ են եղել։ Իհարկե մենք միանշանակ պիտի առաջին հերթին շեշտենք վերջին սեփացված կաթողիկոսը Մովսես Գ. Տաթևացին կամ Խոտանանցին։ Դա մեր գյուղի երևի թե ասենք գագաթնակետն է եղել։ Մովսեսը, Սուրբ Մովսեսը։ Իսկ համագյուղացիներից հետագա ժամանակաշրջանում իհարկե Պողոս Տեր-Դավթյանը, որ մեր ժամանակներում ինքը պիտի օրինակ ծառայի բոլորիս համար, շատերիս համար, երբ մարդը թողեց կոմֆորտ, լրիվ ապահով նյութական տեսակետից, լրիվ ապահով կյանքը ինքը լինելով հաջողակ, բավականաչափ արտաքին գեղեցիկ տղամարդ, ամեն ինչ թողեց եւ լծվեց հայրենիքի պաշտպանությանը, առանց մեկ անգամ, մի վայրկյան անգամ առանց մտածելու, թե բա ինչ որ մեկը իրեն կօգնի կամ չի օգնի։ Մենք ունենք նշանավոր հրամանատարներ ենք ունեցել, Խոտանանը հայտնի է ռազմական գործիչներով։ Եթե մտնեք գյուղի գերեզմանատուն, հենց մուտքի մոտ կտեսնեք զինվորական կոմիսար դարձյալ Պողոս Տեր-Դավթյանի ազգականներից գեներալ Դավթյանը։ Մենք ունեցել ենք Արտաշես Ղազարյան, որ ծառայել է ԽՍՀՄ գլխավոր շտաբում։ Զորամատանները շատ ենք ունեցել, իսկ հասարակ գյուղացիները բոլորն էլ գիտեք ինչ, ես չէի ցանկանա, որպեսզի մենք գյուղը կոնկրետացնենք այդպես շատ նշանավոր մարդկանցով։ Գյուղի գոյության համար շատ ավելի կարևոր է, որ երբ որ յուրաքանչյուր բնակիչ ինքը նվիրված եւ առանց տրտնջալու իր ամբողջ կյանքը նվիրաբերում է հայրենիքի ու գյուղի կայացմանը։ Մինչ այսօր Խոտանանի դպրոցը գործում է եւ դուք էլ ձեր մասնակցությամբ իհարկե լիացրել եք դպրոցի գործունեությունը։ Մի քիչ կպատմեք դպրոցի մասին։ Այո, դուք ճիշտ եք, դպրոցը հիմնադրվել է որպես տարրական դպրոց դեռևս մինչև նախահեղափոխական ժամանակաշրջանում։ Եվ հետագայում խորհրդային ժամանակներում դպրոցը կոչվեց նախ 7-ամյա, հետո 8-ամյա։ 90-ականներին դպրոցը դարձավ միջնակարգ եւ այսօր էլ գործում է որպես միջնակարգ դպրոց։
2014 թվականին դպրոցը անվանակոչվեց Պողոս Տեր-Դավթյանի անունով։ Ուսուցիչները հիմնականում եղել են հենց մեր գյուղի բնակիչները, բացառությամբ վերջին մի քանի տարվա, երբ արդեն նաև սկսեցին Կապան քաղաքից ուսուցիչներ գալ, դպրոցը ինքը կարևոր դեր է խաղում գյուղի համար։ Ցանկացած պարագայում որևէ բնակավայր, եթե այնտեղ չկա դպրոց, այդ բնակավայրը դատապարտված է մահվան։ Ուրախություն մեզ գյուղերի դպրոցները վերանորոգվում են, տա Աստված չփակվեն, այլ միայն ու միայն վերանորոգվեն, քանի որ բոլորս քաջ գիտակցում ենք, որ եթե չլինի դպրոցը, չի լինի նաև այդ գյուղը։ Ահա տեսեք ինչ գեղեցիկ դպրոց է կառուցվում եւ հուսով ենք, որ որակյալ շենք կկառուցվի եւ երկար տարիներ կծառայի ինչպես հին դպրոցներ։ Հիմա մենք որտեղ ենք գնում։ Մենք գնում ենք վերին խոտանանցիների հուշարձանի մոտ, ովքեր որ զոհվել են հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Սա այլ հուշարձանն է։ Մենք գտնում ենք Վերին Խոտանանի գյուղապետարանի շենքի դիմաց, այս պահին, քանի որ գյուղի դպրոցը վերանորոգման մեջ է գտնվում, երեխաները հաճախում են այստեղ դպրոց եւ հենց հարակից տարածքում գտնում է փոքրիկ խաղահրապարակ, որտեղ գյուղի երեխաները իրենց մանկության լավ ու երջանիկ օրերը անց են կացնում այնտեղ։ Մանե չլնի ես գյուղից ես դու։ Ոչ, ես այս գյուղից չեմ ու չգիտեմ էլ այս ճաշակով մարդիկ ովքեր են, որ այս խանութի անունը դրել են Մանե, բայց love։ Արևուրվա, օրոշորոր մանեմ գալիս մանգալուրվա, հակել կապել, նաշուն տարած, նազան աղջիկ է դուր կերթած, հակել կապել, նաշուն տարած, Նազան աղջիկ, են որ մին զարգիմ, ջարդիմ հազար, ինձ ասում էին քաջը նազար։